օրինակը ապրիլի 12-ն էր։ Երբ ամբողջ Բաղրամյան Պողոտան Արյան մեջ էր, իսկ Հանրապետություն կուսակցության ու մյուս կուսակցությունների գրասենյակները ընդհանրապես նրջարդուխուխտ էին, որ 18 տարեկան կուսակցականներին էին ծեծում գրասենյակներում կին կուսակցականներին։ Դա էր Ռոբերտ Քոչարյանի խաղաղությունն ու ժողովրդավարությունը։ Լսեք, այս սենց օգնել ենք այդ ժողովրդավար խաղաղությունից։ Մեզ բացարձակական խաղաղություն է պետք։ Մեզ պետք է գիտեք, որ խաղաղությունը, որ անվտանգություն է բերում, որ ինքնիշխանության վրա է հիմնված։ Այն խաղաղությունը եւ այն անվտանգությունը, որը Մոսկվան իր ցանկացած պահին չի խաթարելու։ Իսկ դրա համար մեզ առաջին հերթին պետք է այս բոլոր մոնոպոլիաները վերացնել Հայաստանի Հանրապետությունում, ռուսական մոնոպոլիաների դուռը փակ։ 20-26 ընտրությունները Մոսկվան փորձելու է վերածել հեղաշրջման։ Դեք այդ աբսուրդների միջով մենք այնքան ենք անցել, որ հիմա արդեն հասել ենք աբսուրդների աբսուրդին։ Մոսկվան շարունակելու է, Մոսկվան խնդիր է դնելու Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում անել։ Եվ այդ հեղաշրջման սյուները իհարկե լինելու են թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը, թե բոլոր նրանք, ովքեր այ հավաքվում են այս ընդհանուր հակառդու